Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ Բաքուն ինչ-որ առումով ցայտնոտային իրավիճակում է հայտնվել։ Թեպետ բանակցությունների ավարտի մասին առաջինը ազդարարեց Ադրբեջանը, սակայն դրանից անմիջապես հետո Ալիևի ռեժիմը սկսեց տեղեկատվական սադրանքները, ինչը թերևս ցույց տվեց, որ Աբշերոնյան թերակղզում այնքան էլ ոգևորված չեն բանակցությունների ավարտով։ Ալիևը ոչ միայն նոր պահանջներ եւ մեղադրանքներ ներկայացրեց Հայաստանին, այլև մի քանի օր անդադար սահմանային իրավիճակի մասին ապատեղեկատվություններ էր տարածում, հույս ունենալով Հայաստանին փակուղի մտցնել։ Փաշինյանի կառավարության արձագանքը բավական արագ էր եւ արդյունավետ։ Հայաստանը դիվանագիտական ուղիներով կարողացավ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել բանակցությունների ավարտի վրա։ Չնայած ադրբեջանական ինտենսիվ ապատեղեկատվությունների տարածմանը, Փաշինյանը 3 եւ այսօր մի քանի ուշագրավ գրառում արեց, որոնցով գնդակը տեղափոխեց Ալիևի կիսադաշտ։ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել համաձայնագրի ներքո, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հստակ հանձնարարական է տվել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Փաշինյանն այսօր Ալիևին առաջարկեց նաեւ սկսել ստորագրման հետ կապված խորհրդակցությունները։ Միջազգային հանրության արագ արձագանքը եւ Փաշինյանի գրառումները բավական բարդ իրավիճակ են ստեղծել Ալիևի համար։ Ալիևը երեք գտնվում էր օկուպացված Արցախի տարածքում, նա շփվեց լրագրողների հետ, սակայն այդպես էլ ոչ մի բառ չխոսեց խաղաղության համաձայնագրի եւ սահմանային միջադեպերի մասին։ Խաղաղության համաձայնագրի վերջին երկու կետերի շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում էին մոտ 1 տարի, եւ այն, որ երկարատև բանակցություններից հետո Հայաստանը համաձայնեց այդ կետերի հետ, ինչ որ առումով անակնկալ էր նաեւ Ալիևի համար, որին համաձայնագրի ստորագրումը այնքան էլ շահեկան չէ։ Շահեկան չէ, որովհետև ստորագրելով համաձայնագիրը Ադրբեջանի մանևրելու հնարավորությունները սահմանափակվելու են եւ Ալիևը ստիպված է լինելու շատ հարցեր լուծել արդեն նոր իրողությունների շրջանակում։ Բացի այդ, Բաքվի եւ Երևանի վերջին օրերի գործողությունները հստակ ցույց տվեցին, թե կոնկրետ որ կողմն է խաղաղության իրական ջատագովը։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ կարճ եւ կոնկրետ մատնացույց անել, որ տարածաշրջանային երկար խաղաղությանը դեմ են Բաքվում։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի ուղերձները հստակ էին նաև Ադրբեջանի հովանավոր երկրի համար։ Թուրքիայում վերջին օրերին բավական ակտիվ եւ ոգևորված են քննարկում Փաշինյանի վերջին ուղերձները։ Իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ փխրուն, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը կարողացավ Ադրբեջանի տեղեկատվական սադրանքներին եւ ագրեսիվ հռետորաբանությանը պատասխանել արդյունավետ դիվանագիտական լեզվով, ինչը չափազանց կարևոր քայլ է աշխարհաքաղաքական ներկայացում, երբ համաշխարհային բևեռները փորձում են հակամարտությունները կարգավորել ոչ թե զենքով, այլ դիվանագիտությամբ։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք առայժմ։